Փաստինֆոն շարունակում է աշխատանքը տաղավարում եւ այսօր հյուրընկալել եմ կառավարման հոգեբան, բիզնես տրեյներ, աստղաբան Գայանե Սարգսյանին։ Բարև ձեզ, Տիկին Սարգսյան։ Բարև ձեզ, Սիրելիան։ Շնորհակալ եմ, որ չեք մերժել եւ եւս մեկ անգամ հյուրընկալվել եք մեր տաղավարում։ Դե իմ գործունեության հիմքում մեր հայ հանրությանը գիտակից դարձնելը, չնայած նրանք գիտակից են, ավելի շատ աստղաբանության այդ որպես գիտություն այն հասկանալը ընկալել է եւ այդ գործիքակազմը ճիշտ օգտագործելն է։ Եվ այսօր կփորձենք նաեւ դրան անդրադառնալ։ Արդեն օգոստոս ամիսն է, ամառը շուտով կվերջանա եւ դուք մի քանի ամիս առաջ, ամռան առաջին ամսին նշել էիք, որ հունիսի 29-ից հետո լարված իրավիճակ է լինելու, կռիվներ են լինելու, լարվածություն է լինելու քաղաքական դաշտում։ Խնդրում եմ մի փոքր մանրամասնել, թե ինչ եղավ եւ ինչի սպասենք։ Ամենակարևորը, որ ձեզ մոտ եմ խոսել, կխնդրեմ նախորդ հաղորդումը մեկնաբանություններում անպայման կամ նկարագրություն բաժնում դնել մեկնաբանությունն ավելի ճիշտ է, որպեսզի մեր հետևորդները կապ տեսնեն նախորդ հաղորդման եւ այդ կապը չընդհատվի եւ կարողանան ուղղակի իմ կանխատեսումների եւ ճշգրտությունը տեսնեն եւ նաեւ հասկանան թե ինչ գործողությունների կամ ինչ տենդեցներից հետո այդ ամենը գալիս եւ հանգուցալուծում է ստանում։ Ուրեմն այն ժամանակահատվածում հարցադրումների մեջ ունեիք չէ Գագիկ Ծառուկյանի մասին։ Դրան չենք անդրադարձել։ Ընդհանրապես չեք անդրադարձել մենք։ Միասին ոչ տաղավարից չենք անդրադարձել, սակայն անդրադարձ եղել է Նիկոլ Փաշինյանին, Սամվել Կարապետյանին։ Եթե ունեք ինչ-որ դիտարկում, կխնդրեմ նաև անդրադառնալ Գագիկ Ծառուկյանին։ Քանի որ շատ եմ խոսել, չէ, ինչու չեմ անդրադարձել, որովհետև ես ասում եի, որ մնացածը չունեն առավել ձայներ հավաքելու հնարավորություն, ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր եւ լրատվական հարթակներից մեկում հարցրեցին, ովքեր ավելի շատ ձայն կհավաքեն, ասես ճիշտն ասած, լրագրողն ասեց, որ ընդդիմադիրները միանալու են եւ հաղթանակ են ունենալու։ Ճիշտն իմ համար շատ զարմանալի էր, որ աստղաբանությունը չի աշխատում, բայց միևնույն է աստղերը ոչ միայն հուշում են, նաև պարտադրում են։ Հարցեցի ասեցի, բայց Գագիկ Ծառուկյանը չի անցնելու, ասեցի ինչու, ասում քարտեզը բացառիկ բարդ դիրքերում է։ Եվ այդ բացառիկ բարդ դիրքերը պայմանավորված են Յուպիտեր, Պլուտո մոլորակների այդ օպոզիցիա դիրքավորմամբ, հա, Յուպիտերը առուծում, Պլուտոնը ջրհոսում, առուծներին մասսայաբար կարող են Պլուտոն, ջրհոսը մասսայաբար տապալել, Պլուտոն, հա, տապալել, չեմ ուզում շարունակություն ասել, ուղղակի տհաճ է, եւ դա պատահական չէ, որովհետեւ Գագիկ Ծառուկյանի լուսինը գտնում էր Խեցգետնի վերջ առուծի կենթանակերպում, իսկ այդ ժամանակահատվածում լուսնի բարդ դիրքերը հենց այդ ամենը գեներացնում եւ ստեղծում էին ուղղակի անտալնելի եւ բարդ վիճակներ։ Դրանք պայթունավտանգ էին։ Ամենաբարդ օրերից մեկը ամսի 15-ն էր, անդրադարձել ենք հունիսի թե հուլիսի։ Հունիսի 15-ն էր հենց այդ ընտրությունից, ամսի 16-ին չէ հրապարակեցին կարծեմ արդյունքները 15-ին։ Ինչևէ, Ռոբերտ Քոչարյանի մասով նրա քարտեզն էր շատ բարդ, երբ լրագրողն ասեց, ասի, բայց ինքն էլ կարող է չանցնել, ինքը զարմացած էր, ճիշտ ես էլ էի զարմացած, հարցում էր ինչու, ասում քարտեզը բարդ դիրքեր է ընդունում, երբ որ քարտեզը բարդ դիրքեր է ընդունում, ամեն ինչ կարող է մարդու հետ լինել, այստեղ աստղաբանի գործառույթը այլ ոչինչ է, մենք ինչպես մեծիերոլոգները, հա, եղանակային կանխատեսումներ են, չէ, կատամ, նայում են, մոտենում է ցիկլոն 1 օր առաջ, 1 օր հետ, այո, մենք այդ մոլորակների կուտակներն եւ այդ էներգիաների փոխազդեցություններ տեսնում ենք, բայց թե ինչ կլինի եւ մարդը ինչպես կարող է դիմակայել, նաեւ դա կապված է անձի ապրած կյանքից, թե ինչպիսի ինքը կարմիկ բեռ է կրում կամ եթե կարմայի տեսանկյունից չենք նայում, ուղղակի կյանքում ինչ սխալներ է գործել, որտեղ ունի հնարավորություն է, այդ ամենը բալանսավորվում է եւ իր հետևանքներն են բերում։ Ուստի տվյալ դեպքում այս ընթացքում Յուպիտեր-Պլուտոն օպոզիցիան եւ պատահական չէ Ռուսաստանի մասին էլ կանխատեսումներ կատարեն, կարող են հարթակները
եւ հետևորդները բոլոր հարթակներն էլ դիտարկում են։ Ես ասացի, որ Ռուսաստանում վայրի վերումներն ու այո, շատ բարդ է այնտեղ վիճակը, որտեղ Սատուրնը ջրհոսի կենթանակերպում, Պլուտոնը այնտեղ, Յուպիտերը առուծում, այսինքն Ռուսաստանի վարկանիշը խիստ անկում եւ օդային հարձակումների տակ պետք է ընկնեն, իսկ դրա հետ կապված հենց Վայլդբերիզի հարձակումներ, այդ մասշտաբային ջրհոսը համացանց, Պլուտոն հարձակում, ջրհոսը նաեւ օդային այդ աթսներն են, Յուպիտերը վարկանիշ, առուց կրկին անկում, հա, եւ մասշտաբային մեծ դեռ այդպիսի հարձակումները, ասեմ ձեզ, որ սեպտեմբերի 29-ից ավելի ինտենսիվ կդառնան Ռուսաստանի վրա հարձակումներ, մեր հայրենակիցները կլսեն եւ հնարավոր է նեղվեն, բայց միևնույն է Մարսը մտնելու է առյուծ, հիմա Մարսը խեցգետնում է, օգոստոսի 11-12-ից մտնում է խեցգետին մինչև սեպտեմբերի 28-29, հետո սեպտեմբերի 28-29-ից արդեն նա կլինի, կմտնի առյուծ եւ ահա մեծ եռանկյունի դիրքավորում է, պայթունավտանգ դիրքավորում է, իսկ մեր երկրի համար։ Մեր երկրի համար այդքան վտանգավոր չէ։ Այդքան վտանգավոր չէ, մեզ մոտ մի քիչ հնարավոր է, այս պահին ձեզ ասեմ, Մարսը քան որ արդեն խեցգետնում է, Ալիևի հռետորաբանությունը կարող է փոխվել։ Չնայած նրա քարտեզը լարվում է, նա այդտեղ ջուր է, այդտեղ Մարսը խեցգետնում կոնֆլիկտային դիրքավորում է, բայց քանի որ դեռևս նա ճար չունի հարձակվելու, ապա նրա նարատիվները եւ այդ հռետորաբանությունը կարող է փոխվել Մարսը խեցգետում, այսինքն կարող է լինել կոնֆլիկտային եւ այդպես հրահրող հռետորաբանություն, տվեք մեր հողերը, հա, Մարսը տվեք, բայց ավելի այնտեղ տոնայնության մեջ ավելի անժամանակ Ժիրինովսկին ինչպես է սեր խոսում, հա, ամպագորգոր այսպես, հա, նույն այդ տոնայնությամբ նա կարող է պահանջներ ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը, բայց Ալիևի քարտեզը բարդ է, եթե մինչ այս բարդ էր Դոնալդ Թրամփի եւ Նիկոլ Փաշինյանի քարտեզը եւ երկու անգամ մահափորձ է եղել Դոնալդ Թրամփի հետ, այս վերջին մահափորձը եղել է մահափորձի վտանգ կար Թուրքիայում ՆԱՏՕ-ի այդ վեհաժողով էր, ինչ որ քննարկումներ են, ես համացանցում հասկացա, որ նա փոխել է ինքնաթիռը, մանրամասները կան թե ինչպես է եղել, այո, նրա կյանքին վտանգ էր սպառնում եւ գաղտնի ծառայություններն են դրան ասում եւ մոլորակային դիրքավորումն է։ Ինչպես հիշում եք Դոնալդ Թրամփի համար, ես կանխատեսումներ նրա մահափորձի համար դեռևս կատարել է 8-9 ամիս առաջ, չգիտեմ, ձեր հարթակում ասել եմ թե չէ, որտեղ նույն դիրքերն եմ տեսել, բայց քանի որ լսարանները տարբեր են, տարբեր եւ քաղաքական եւ հայացքներ ունեցող անձիկ եւ նաեւ սոցիալական տարբեր դիրք ունեցող մարդիկ, նրանք տարբեր լրատվական տեղեկատվական հարթակների են ուղղակի հետևում։ Այն ժամանակահատվածում, երբ որ ես տեսա, ասեցի, որ վտանգ է սպառնում նրա կյանքում, այս անգամ ասեցի նախորդ անգամվա նման բան բարդ չէր, բայց միևնույն է դրա վտանգը կար երկու անգամ էլ հենց այդ ժամկետներում է եղել։ Մեր տարածաշրջան դեռևս չեմ կարող ասել կայուն իրավիճակում է գտնվում, բայց ձեզ մոտ էլ խոսել ենք, որ մեր աշխարհը ղեկավարում է, երկրագունդը ղեկավարում են օդի ազդեցության տակ ծնվածները, բառացիորեն նրանց անվանումներն էլ եմ տվել, որ նրանք կշարքներ եւ երբորյակներ են, նույնիսկ Փեզեշքյանը կշարքեր։ Ինձ մոտ կա նախորդ հաղորդումը, որ նայեմ մանրամասն այնտեղ խոսում եմ եւ պատկերացնում եք, որ ամբողջ ամերիկյան, Իրան-ամերիկյան այդ բանակցություններ հենց ընթանում են նրա միջոցով, նույն Զելենսկին ջրհոս է, որի ջրհոսը քաոս է ստեղծում, ջրհոսի մոլորակը Ուրանն է, Պլուտոնը այնտեղ է, այդ ջրհոսը Զելենսկին, այսինքն ջրհոսի էներգիաներով այդ քաոսային վիճակը կարող է ստեղծել, հնարավոր է նրան ընտրել են այդ վիճակում լինելու, հնարավոր է ուղղակի մոլորակների դիրքեր են եւ հնարավոր է կամ եւ, հա, երկու սցենարներ կարող են լինել։ Եվ ամբողջ այս քաոսի մեջ Զելենսկին է միայն ջրհոս եւ ասեցի, որ
Մակրոնն է, Էմանուել Մակրոնը, նա աղեղնավորն է, իսկ աղեղնավորը միջազգային կապերը համակարգողն է, մանավանդ որ նրա քարտեզում Պլուտոնը եւ բարձրացող հանգույցը կշարքում, այսինքն նա կփորձի համակարգել այդ ճգնաժամային իրավիճակներ, որոնք վերաբերում նաեւ ատոմային ռումբերին, միջուկային զենքի հետ կապված այդ ճգնաժամերը Մակրոնի միջոցով, Էմանուել Մակրոնի միջոցով կարող են ավելի խաղաղության այդ փուլ անցնել։ Այսքանը տարբեր տեղերից խոսեցի, բայց կարծես համակարգված եւ մեր երկրին էլ անդրադառնանք մեկնարկել են նոր ազգային ժողովի աշխատանքները եւ պայմանավորվածություն են ձեռք բերել թե ընդդիմադիրներն ու իշխանականները, որ բարեկրթության միջավայրում պետք է անցկացնեն աշխատանքները։ Խաղի այս նոր կանոնները ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ եւ կարող են արդյոք այդ միջավայրում իրականացնել աշխատանքները։ Բարեկրթությունը այն առումով մեր Կուրին առույցը կենթանակերպում է, իսկ առույցը մարդկանց էգոն է, չեմ կարծում, որ նրանք երկու կողմերն էլ բավականին էգոները բարձր, մանավանդ առույցը դա ազգային ժողովն է, այդ գործող ջրհոսն էլ կարող են գործող համակարգն է, այդ բոլոր գերատեսչություններն են, չեմ կարծում, որտեղ Մարսը խեցգետնում է այլևս եւ Սատուրնի հետ խոյում անպայման կոնֆլիկտային թեժ քննարկումներ կլինեն, փոխադարձ վիրավորանքներ կլինեն, ասելը մեկ այլ բան է, կատարելը մեկ այլ այդպես մեծ ջանքերը պահանջում չէ, խնդիրներ կլինեն, մանավանդ եթե այնտեղ խոյ խեցգետին կշարք եւ այծեղջուր կենթանակերպի ներկայացուցիչներ են, ապա անպայման կոնֆլիկտ կլինի, նույնիսկ հնարավոր է հրմշտոց, բայց ընդհանուր նաեւ Մարսը խեցգետնում Սատուրնը խոյում, պայթյունավտանգ իրավիճակներ, հրդեհներ, որտեղ խոյը հրդեհն է, խոյի մոլորակը Մարսը խեցգետում է, որը կարող է ընդգրկել ցամաքային կամ բնակ տարածքներ եւ լայնամասշտաբ այդ հրդեհները կարող են տարածում ստանալ։ Չեմ կարծում, որ բարեկրթությունը այլ բան է, այնտեղ բոլորը գրագետ կիրթ մարդիկ են, բայց քանի որ մոլորակը գտնվում է այդ կենթանակերպում հուզառատ խեցգետում եւ հիմնականում այդ դիրքավորումը տալիս է բելը գարյաչկա, սպիտակ տենդ, այդ հիվանդությունները, ովքեր ում քարտեզում ես նկատում եմ այդ դիրքերը, ապա նրանք հակում են ունենում խմիչքի եւ անպայման նրանց տանը պարտադիր 3 դեպքից 2-ում կոնֆլիկտային իրավիճակ է, անհաշտություն, միշտ թեժ, Մարսը թեժ խոսակցություններ եւ բարդ իրավիճակ ընտանիքներում։ Իսկ երկար կյանք կունենա այս ազգային ժողովը։ Ինչ են հուշում աստղերը։ Դեռևս 1 տարի, 1-2 տարի Նիկոլ Փաշինյանը, դեռ քանի Նիկոլ Փաշինյանը, Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը նրանք չէ նաեւ Զելենսկին, նրանք կառավարում են այս պետությունները, հանրապետությունները, ապա 1-2 տարի հնարավոր է համատեղ գործունեություն ծավալեն, գործընկերային հարաբերություններ, երբեմն փողզիջումներ, ինչու որովհետեւ ջրհոս, կշարք եւ երկվորյակ այդ 3-8 տարերքներն են։ Տիկին Սարգսյան շուտով աշուն է։ Նախ կուզենայի անդրադառնայինք, թե աշունը որ քաղաքական ուժի համար է ավելի բարենպաստ լինելու, հետո արդեն անցնենք անձնականին, թե որ կենթանակերպի նշանների համար այն բարեհաջող կլինի, թե սիրային առումով, թե երջանկության, թե կարիերայի։ Քանի որ հարցադրումն է այսպես միանգամից էին համապատրաստից, բայց աստղաբանության տեսանկյունից պետք է դիտարկեի այդ ուժերի, քաղաքական ուժերի, նրանց քարտեզները, այսպես ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ինչևէ նա անցել է նոր փուլ, նրա համացանցային այդ ճանաչումը դեռևս կշարունակվի, միջանցքի կամ արտատարածքային, ուղիները, տարբեր բառերին ասում, դեռ այդ թեման ակտուալ կլինի, այսպես ասեմ, որ Ռուսաստանի քարտեզը բարդ է եւ հենց ավելի բարդ է հուլիսի 2-3 օգոստոսյան այդ հուլիսի վերջ օգոստոսի մի քանի օրերը
Իսկ եթե ներքաղաքական այդ տենդենսներն ենք նայում, քանի որ Սատուրնը գտնվում է Նեպտունի հետ խոյում, առավել ակտիվ է կրակի տարերքի ազդեցության տակ ծնվածների համար, բարենպաստ է նրանց համար, ովքեր առյուծ եւ աղեղնավոր են, եւ բարդ դիրքեր կան նրանց համար, ովքեր խոյի ազդեցության տակ են ծնվել, իսկ խոյի ազդեցության տակ ծնվել է այնտեղ ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի եղբոր որդին Նարեկ Կարապետյան, քանի որ խոյը նրա մոտ քարտեզը դարված վիճակում է, դրա համար եմ ասում, չեմ կարծում, որ ազգային ժողովում այդպես հանգիստ վիճակ լինի։ Այդպես Նիկոլ Փաշինյանի մասով ասացինք, որ Մարսը երկորակում է Դոնալդ Թրամփի հետ նրանք կոնֆլիկտային դիրքեր ունեին, բայց այդ դիրքերը արդեն իսկ նվազում են։ Սամվել Կարապետյանի մոտ 29-30 տարեկան, ես կարծում 44-45 եւ 59-60 տարեկան շրջափուլերը բարդ են եղել, քանի որ Սատուրնը ձկների կենդանակերպում է, նրա ծնվածային կարծում եմ շատ թե քիչ դուք տիրապետում եք այդ ինֆորմացիային, որ ձկները դա մեկուսացումն է, իսկ Սատուրնը անձը կյանքի որոշակի փուլերում կարող է հայտնվել մեկուսացման վայրերում, հիվանդանոցներում, հոգեբուժարան կամ հենց տվյալ դեպքում այդ այդ փակ տեղերը եւ նրա մոտ հենց այդ ժամանակահատվածներ 59-60 տարեկան այդ շրջափուլը նրա մոտ կամած օգոստոսից, ասել եմ հուլիս-օգոստոսից կամած իր մոտ մոլորակային դիրքերը ավելի բարենպաստ են դառնում, նաև մեր կաթողիկոսի հետ կապված նրա քարտեզում բարձրացող հանգույցը ձկներում է, իջնող հանգույցը կույսում, չգիտեմ ձեզ մոտ ասել եմ թե չէ, որ նա ընտրյալ է, բարձրացող հանգույցը ձկներում, բայց իջնող հանգույցը կույսում նա կյանքի որոշակի փուլերում պետք է արժվեր այնպիսի իրավիճակներ, որ նա իրավամբ, իրոք, ի սրտե պետք է հավատար եւ իր առաքելությունը աներ։ Եթե իր ետևում բիզնեսներ են, բիզնես գործունեություն են, ծառայության տարբեր, սպասարկման տարբեր ոլորտներ են, կույսը, ապա նրա կյանքում էլ հանգույցները դրանք 18.5 տարվա այդ վաղեմության շրջափուլեր են եւ յուրաքանչյուր 18.5 տարի մեկ եւ տվյալ դեպքում իր մոտ 74-75 տարեկան է, ասեն 18-19, 37, 56, 57 եւ 74-75 ինքը հենց այդ տարիքային շրջափուլերում է գտնվում եւ այս խավարումը հենց օգոստոսի 28-ի խավարումը նրա համար շատ բեկումնային ազդեցություն կունենա։ Նաև բազմիցս նշել եմ, որ նրա ծնված պահին Սև լուսինը գտնում է Խեցգետնի կենդանակերպում, Խեցգետինը ընտանիք, օջախ, հայրենիք, սերունդներ, Սև լուսինը, այո, նա կարող էր ունենալ այդ ամենը, բայց դրա հետ կապված կարող է լինել խայտառակություն, բացահայտում է այն, ինչ որ նա ապրում է այս տարիներին, այս ժամանակահատվածում, ամենաբարդ լիալուսին եւ խավան լուսնային խավարումը շատ կարևոր վերջին խավարումն է, որը շոշափում է նրա քարտեզը բեկումնային է, ամսի 28-29 այս կողմ կամ այն կողմ։ Եվ նաև կենդանակերպի նշանն էին անդրադառնանք, այսպես ասենք երկնքից ում համար երջանկություն կթափվի, որ կենդանակերպի նշաններն են առավել բախտավոր լինելու, հատկապես աշնանը։ Ահա, մինչև աշուն հասնելը մենք օգոստոսին երկու կարևոր իրադարձություն ունենք դիեզերական, արևի խավարումը, որ տեղի ունեցավ օգոստոսի 12-ին, բացառիկ բարենպաստ խավարում էր, Յուպիտերը առուծում, շքերթական Յուպիտեր Մերկուրի արև եւ լուսին առուծի կենդանակերպում եւ Սատուրնը խոյում, Յուպիտեր-Սատուրն այդ երկու մոլորակներ, նրանք սոցիալական մոլորակներ են, որոնք այդ տրիգոն դիրքավորում, այսինքն տրիգոնը ինչ է ենթադրում խոյ եւ առյուծ եւ աղեղնավոր կենդանակերպերի կապող այդ էներգետիկ դաշտերն են։ Տվյալ դեպքում այդ երկու մոլորակների, սոցիալական մոլորակների այդ տրիգոն դիրքավորումը 59 տարի մեկ է լինում։ Իսկ հիմա հենց այս պահին մոտակա 7-8 ամսում դեռևս 1 տարի, բայց արդեն իսկ նվազելու միտում ունի Սատուրն-Յուպիտեր տրիգոն կա, բացառիկ բարենպաստ դիրքեր կրակի եւ օդի տարերքի ազդեցության տակ ծնվածների համար,
առյուծներ, աղեղնավորներ, խոյեր։ Բայց քանի որ իջնող հանգույցը առուծում է, ապա եւ բարձրացող հանգույցը ջրհոսում, այստեղ ինչ միտում ուներ այդ խավարումը, որ առյուծները ճիշտ է պետք է առաջնորդվեն քանի որ նորալուսին է առուծում, պետք է սկսեն գործել, պետք է իրենց եսը ցուցադրեն, բայց նրանց բարձր էգոն կարող է խանգարել իրենց առաջընթացին։ Այդ իսկ պատճառով բարձրացող հանգույցը ջրհոսում եւ սիմվոլիկ կառույցների 7-րդ տանն է, դա տալիս է, որ նրանք պետք է հիմնվեն նաեւ իրենց գործընկերային հարաբերությունների վրա, նաեւ պետք է առաջատար հայացքներ ունենան, իսկ նրան հակառակ դեպքում նրանց բարձր էգոն կարող է խանգարել նրանց առաջընթացը։ Ճիշտ է, առյուծը այդ նշանն է, բայց նաև պետք է տիեզերքի ցուցումները ընդունել։ Օդի տարերքի ազդեցության համար է շատ կարևոր մոտակա 1 տարին ջրհոս երկօրյա կշեռ, բայց ամասն չէ նորից խոյ այստեղ առյուծ եւ աղեղնավոր, որտեղ Պլուտոն եւ Ուրան այդ երկու մոլորակների տրիգոնն է, դա էլ մի քանի 100 տարի մեկ են լինում, եւ Սատուրն, Նեպտուն, այսինքն 3 բարձրագույն մոլորակները՝ Նեպտուն, այստեղից Նեպտունից Ուրան եւ Պլուտոն։ Սատուրնը սոցիալական, բայց Սատուրնի շրջափուլը ամբողջ տիեզերքում 29-30 տարի մեկ է, Ուրանը 84 տարի մեկ։ Պատկերացնեք, Նեպտունը մի քանի 200 տարում մոտ է, Պլուտոնը նույնչափ։ Ոնց է դասավորվել, որ այսպիսի բացառիկ կոնֆիգուրացիա է ձևավորվել, իսկ այդ կոնֆիգուրացիան բացառապես բարենպաստ է օդի կրակի ազդեցության տակ ծնվածների համար, բայց մի դեպքում, եթե նրանք որոշեն փոխել իրենց կյանքը, իրենց կենսակերպը, իրենց մտածողությունը, ի վերջո երկվորյակը մտածողությունն է, Ուրանն է, դա նորագույն տեխնոլոգիաներն են, վերջերս այսպիսի մի միտք եկավ ինձ, որ արհեստական բանականությունը, քանի որ այսպես լայն մեծ տարածում է ստանում, նախ դրա հիմքը դրվեց 21 թվականի 20 թվականի դեկտեմբերի 20-ի մոտակայքում, երբ որ Սատուրն եւ Յուպիտեր մոլորակներ միացան ջրհոսում, իսկ ջրհոսը դա համացանցն է, դա ազատությունն է, դա արհեստական բանականությունն է եւ այլևս մեր կյանքում մինչեւ 2043 թիվը, քանի որ Պլուտոնը ջրհոսում լինել է մինչեւ 2043 թիվը, մենք հաշտ համերաշխ կամ չգիտեմ ինչպես արհեստական բանականությունը կրելու ենք մեր ուսերին, մենք զգալու ենք նրա ազդեցությունը մեր մաշկի վրա, նա այն դառնում է մեր կյանքի անբաժան մասը, ցանկանանք թե չցանկանանք, եւ ընդհանրապես երկօրյակը բանականություն, Ուրանը արհեստականության սինթետիկայի մոլորակն է, ջրհոսի մոլորակը, այո, մենք ապրում ենք այդ ժամանակահատվածները, որ պետք է նորացնենք մեր կյանքը, մեր մտածողությունը, համաչափ քայլենք տիեզերքի հետ, որտեղ համահունչ պետք է ենք եւ անպայման մեծ ուշադրություն դարձնենք մեր կրթությանը, մեր մտավոր հոգևորը այնտեղ ձգեն, բայց մտավոր կարողությունների զարգացման եւ բազմա բովանդակ եւ բազմատեսակ ինֆորմացիան կարողանանք գեներացնել։ Վերջերս արհեստական բանականության մասին էի խոսում, մի կին գրել էր մեկնաբանությունում, չեք էլ ամաչում արհեստական բանականության գովքն եք անում, սարմանալու բան։ Դե ճիշտ ասած բոլոր հարթակներում նույն մեկնաբանություններն են գրում, ես միշտ ասում եմ, որ դրանք կյանքից այդպես ինչպես ասենք, որ չնեղանան, չեմ ուզում։ Միգուցե դժգոհ։ Հա, այն մարդիկ են, որոնք ուղղակի մնացել են նույն մակարդակին, չեն փոխել իրենց կյանքը, եթե նախկինում բաց այդ հողաթափերով դրսերն էին չափ չփում, հիմա ուղղակի նստած են իրենց այդ հեռախոսների առաջ եւ այդ մեկնաբանություններն են գրում, ինչևէ ձեզ էլ է վերաբերում, եթե դուք խոյ, առյուծ եւ աղեղնավոր, ջրհոս, երկօրյակ եւ կրճար կենդանակերպի ազդեցության տակ եք ծնվել, ավելի լավ է կրթվեք, զարգանաք եւ ձեր հետևից տանեք մասաներին, որ թե ուղղակի մեկնաբանություններ գնեք, որոնք ուղղակի զավեշտալ են։ Ասեցի եւ հիշեցի արհեստական բանականության մասին։ Իսկ եթե խոսենք դժվարությունների, հիվանդությունների, անհաջողությունների մասին, դրանք սպասվում են մոտ ապագայում, թե ոչ, քանի որ նաև նշենք, որ աստղաթափել տեղի ունեցավ, դա ազդեցություն ունեցավ նաև։ Ճիշտ ասած, ես դա աստղագիտական ինչ որ այդպիսի տենդենցեր չգիտեմ թե ինչ էր, բայց ես տեսա ու դա հրաշալի էր եւ ամեն տարի օգոստոսի 11-ին նաև Սյունիքում քարահունչ
քարահունջում նշում են, դա Հայկի ծննդյան օրն է, Հայաստանը հենց Հայկ բառից է առաջացել, Հայկ, որ հայել, վերև նայել, այդպես էին մեկնաբանում, դե անցած տարի ինչքան հիշում եք, մեկ անցած տարի էր, որ Վեներան խեց գետնում էր եւ Յուպիտերը կներեք, Վեներան կարծեմ ձկներ, մեր Յուպիտերը խեց գետնում Այդպիսի մի բան կար, Յուպիտերը խեցգետի մտավ անցած տարի հունիսի 6-ից մինչև այս տարի հունիսի 32 անգամ Վեներան եւ Յուպիտերը դրական դիրքեր կազմեցին եւ իրենք նույն կենդանակերպում են 1 օգոստոսի 11-ներ, ինչ հետաքրքիր եւ հաղորդում նայեցի եւ իմ գործընկերներից մեկը ասեց, որ տեղի ունեցել տիեզերական ամուսնություն, Արուսյակն ու Արուսյակը Վեներան էր, մյուսը Յուպիտերը, այս պահին հայերեն չեմ հիշում անունը Ամեն դեպքում ամուսնությունը եղել է։ Հա, բայց գիտեք ինչն էր, օգոստոսի 11-ին Վեներան Յուպիտերը տիեզերքում խետ գետնում նույն աստիճանի վրա են։ Նման մի իրավիճակ մայիս-հունիս ամիսներն են, կրկին Վեներան խետ գետում էր Յուպիտերը 2 անգամ տիեզերական այդ հրաշալի դիրքերն են եղել եւ աստղաբաններ ասում են, որ տիեզերական հարսանիք է եղել։ Այս անգամ փորձեմ, եթե մյուս հաղորդման արդեն տեղեկացված կլինեմ, բայց հրաշալի էր խավարումը, սա բացառիկ բարենպաստ խավարում էր, որովհետեւ այդ մենք ունենք լուսնային խավարում, որը օգոստոսի 28-ին է լինելու, 28-29-ին 28-ին ավելի բարդ խավարում է կույս ձկներ եւ երկորյակ կույս ձկներ առածքը եւ Ուրանը երկորյակում բարդ դիրքեր այդտեղ առողջության հետ կապված հարցեր կնի ովքեր ունեն հոգեսոմատիկ հիվանդություններ մանավանդ կույս ձկներ երկորյակ եւ աղեղնավոր նրանց մոտ առանձնապես նկատելի կլինի հոգեկան շեղումներ, խանգարումներ Պսիխոպատները կարող են նրանց մոտ Ուրանը անսովոր էսպիսի ալիքներ բերել, իրենք էլ իրենց չճանաչեն, հարազատներին չճանաչեն, քանի որ Մարսը խեց գետնում է Սատուրնը խոյում Նեպտունի հետ, այ մոտակա օրերին պարթյունավտանգ իրավիճակներ, հրդեհներ, նրանք ովքեր ալկոհոլ են օգտագործում, նրանք ովքեր ոգելից խմիչքի եւ նաեւ այնտեղ թմրամյութերի հետ կապված կախվածություններ ունեն, դրանք ավելի կբարթանան, կենցաղային այդ հարթակ կհասնի, հնարավոր է ծերծ կրթուկ լինի տանը եւ Մարսը սուր ծակող գործիքներ, հարվածներ, ստամոքսին, Սատուրնը խոյում այնտեղ գլխի հատվածում կարող է լինել եւ թող բացառիկ ուշադիր լինեն խոյ, խեցգետին, կշեռք եւ այծեղջուր կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածները, նրանք ովքեր ստամոքսային հիվանդություններ ունեն, թող ուշադիր լինեն Մարսը խեցգետնում դա գաստրիտներ, տարբեր այդ ստամոքսային տրակտի հիվանդությունները կարող են արթնացել, որոնք կարող են ուղղակի արդյունք լինել զայրույթի վիրավորվածության խեցգետները երբ որ վիրավորում են նրանց ստամոքսն է ցավում իսկ 28-ի օգոստոսի 28-ի խավարման թող ուշադիր լինեն թունավորումներից քանի որ լուսինը ձկների կենդանակերպում է արևը կույսում ձկները դա թունավորումներ դա դեղորայքի չարաշահում գերդոզավորում իսկ արևը կույսում դա աղեստանոքսային տրակտն ովքեր թռիչքների մեջ են թող ուշադիր լինեն այդ ժամանակահատվածում ուղղակի համ ուշացումներից, համ համապատասխան այդ վայրերը այցելուց եւ նաեւ ուտեն առողջ սննդակարգ ընդունեն, որպեսզի խնդիրներ չլինեն։ Իսկ ինչ անել լավ նորություններ ունեն։ Լավ նորություններից Վեներան է գտնվում արդեն իսկ շերքում Յուպիտերը առոցում հարսանիքների ամիսներ են, հրաշալի օրեր կար, ասել մենք արդեն անցել ենք 7, 8, 12, բայց լավագույն օրերից մեկը նաեւ 16 հուսամ այդ օրը արդեն հաղորդում մեր կհեռարձակվի 21-ը լավագույն օրերից մեկը ձեր սիրելիներին ասեք որ սիրում եք նրանց նվերներ գնեք նշանադրություն հարսանիք ուրախություն նաև այդ դիրքերը կան ուղղակի որոշակի օրեր կան որոնք խանգարում են որոշակի օրեր կան որոնք օգնող են ամբողջ ամիսը նաև Վեներան կշեռքում մինչև սեպտեմբերի 10-ի մոտակայքում է կարող եք այդ կարևոր սեպտեմբերի 10-ի մոտակայքում այդ կարևոր միջոցառումները կազմակերպել եւ երջանիկ ապրել։ Ուղղակի օրերը ճիշտ է ընտրվեն, որպեսզի չխանգարեն մեզ։ Այսքանը։ Շնորհակալ եմ շատ Տիկին Սարգսյան։ Ես էլ եմ շնորհակալ, ասենց
այսպես համակ ուշադրությամբ ինձ լսելու եւ ըմբոշխնելու համար։ Ես ուղղակի վայելեցի եթերը այս անգամ։ Նմանապես։ Հարգելի հետևորդներ, այսքանն էինք պատրաստել, իսկ մեզ առաջարկում եմ հետևել նաև այլ սոցիալական հարթակներում, այդ թվում Telegram-ում, Facebook-ում, TikTok-ում եւ Instagram-ում մեր պաշտոնական կայքեջը կարող եք փնտրել Google հարթակում, որոնելով 3w.pastinfo.am։ Շնորհակալություն։